Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 12-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար իհարկե։ Օրը շաբաթ է եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք իհարկե այս մյուս քարտերով։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին դեկտեմբերի 27-ին։ Սա առաջ խաղացում է, հնարավոր է նաև պաշտոն է ձեզ համար, նաև դա շրջապատ է, որում այդ օրը կգտնվեք, դա ձեզ համար լավ տեղ է, լավ շրջապատ է, միգուցե նաև պետական պաշտոնյաների շրջապատ է։ Նաև ոգևորված կլինեք այդ օրը, ինչ-որ գործեր կանեք, կավարտեք, նամակ կարող ստանալ, փաթեթ կարող ստանալ, հյուրեր կգան, դուք կգնաք հյուր, նաև ճանապարհ է սա, կարող գնալ։ Վերջին օրերն են կարող գնում եք առևտուր անելու։ Նաև մանրուքներին ուշադրություն դարձրեք այդ օրը, յուրաքանչյուր մանրուք մի անտեսեք, բայց մանրուքների հետևից մի ընկեք ընտանիքում, դա փոքր ավելի վեճի է բռնվում, մանրուքների հետևից մի ընկեք, բայց մանրուքները ուսումնասիրեք այդ օրը, որպեսզի սխալներ չլինեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, տարվա ծնված ցուլերն են սա, ես գոմեշ, այդպես է կոչվում։ Մի խառնեք ամսվա ծնվածների հետ բացարձակ այս ալիքում ամսվա ծնվածներ չկան։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 27-ին։ Մի փոքր ծանրություն է, ծանր օր է, դժվար օր է, խոչընդոտներ կարող են լինել, եթե առիթի եք ոնց որ այդպես դժվարություններով հասնել առիթին կամ դժվարություններով ստեղծել այդ առիթը, ինչ-որ բան է, կամ նաև սա ճակատագրական քայլ է, միգուցե դուք եք ամուսնանում, նշանադրվում, ձեր երեխան է կարող այդ քայլը կատարում, բայց խոչընդոտներ կան համենայն դեպս, ինչ-որ բաներ կարող են լինել, կամ ճանապարհին օրինակ գնալուց, կարող է խցանում է, ճիշտ ժամանակին չեք հասնում տեղ, տեսնենք դժվարությունները կողոցուս տա ինչ ոլորտում է, ինչ-որ փաստաթղթերի հետ կարող է լինել կապված դժվարությունները, նաև փաստաթուղթ ստանալու, փոխանցելու, լրացնելու, այստեղ կարող է զաքսավորում է նաև ոմանց համար ճակատագրական քայլը։ Տեսնենք խոչընդոտը ինչում կարող է լինել։ Աշխատանքում։ Միգուցե այդ օրը աշխատում եք եւ դժվարանում եք այդ օրը աշխատանքից դուրս գալ, որպեսզի գնաք առիթի, որպեսզի օրինակ երեխային տանեք որևիցե միջոցառման, կարող է երեխաների համար միջոցառումներ կան։ Նաև սա հենց աշխատանքի վայրում կարող է լինել այդ օրը, եթե կարող է սա հասարակական կյանքն է ցույց տալիս, ոչ թե առիթ, այլ դժվարություններ աշխատանքի վայրում է, չի ստացվում ոնց որ այդ օրը անել։ Եվ խոչընդոտներ նաև կարող է լինել պետական հիմնարկությունում, հիվանդանոցում, դա ուսման կենտրոնները արդեն վերջ փակ են, եւ սա ոմանց համար առիթ է, ոմանց համար սա հասարակական կյանքն է, որ կարող եք գնալ ինչ-որ միտեղ, որտեղ շատ մարդիկ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին դեկտեմբերի 27-ին։ Ինչ-որ խաղ է այդ օրը, ինչ-որ հարցերում լուրջ չեք վերաբերվի, նաև մեկակնդարտ ինչ-որ մի բան է, որ մտնում է մարդու կյանք, եւ ես դրանով չեմ կարող ասել լավն է ինքը, թե վատը, եւ քարտն էլ օրինակ փոփոխություններ է սա։ Ամենայն դեպս էլի, չեմ կարող ասել լավն է, թե վատ։ Սա նաև խաղ է, որ կարող է այդ օրը գնաք երեխաներին տանեք ոչ խաղասրահ, կամ դուք գնաք խաղալու ինչ-որ միտեղ։ Նաև այդ օրը ճանապարհ կարող եք գնալ, երկար ճանապարհներին շատ լինել, գործերը առաջ մաղել, տանել առաջ, օրինակ բլինչի կա, չգիտեմ ինչ ես նմանակ այդ օրերին սարքելու, բլինչի կա եւ այլն նմանատիպ, գործերը ոնց որ են, որ երկարատև է, անում եք, հանում եք մեջտեղից։
Եվ իհարկե այստեղ հանդիպում շփում որից է տղամարդու հետ, ընկեր է, ում հետ որ կարող եք այդ օրը հանդիպել, նոր ծանոթություն է միգուցե, ընկեր, հա, որպես այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնանք նապաստակների, ինչ է սպասվում նապաստակներին դեկտեմբերի 27-ին, այստեղ վեճ է կամ տուն եք մաքրելու, տեսնենք, եթե վեճ լինի, ապա այս կինը եվս էլի ցույց է տալիս, միգուցե իրար հետ չեք համաձայնեցնում ուղին, ինչ պետք է անեք, ոնց պետք է անեք, հայ, միգուցե սկեսուր եւ հարս է, օրինակ, եւ չեն կարող հասկանալ, թե ով պետք է որը անի կամ որը պետք է անեք առաջնահերթ։ Իսկ սա նաեւ, եթե զույգեր եք, ապա զույգերը կարող է նմանատիպ հարցերի մեջ լինեն եւ ուղղությունը, հա, դու ով ես ինձ համար կամ ես ով եմ քեզ համար, ուր ենք գնալու, ուրա տանում մեր հարաբերությունները եւ այլն նմանատիպ կարող խոսակցություններ լինել եւ հետո կարող վեճ լինել դրա համար ուշադիր։ Եվ այդ օրը ոմանք ինչ ուղի որ ընտրել եք, ինչպես որ ուզում եք անել, ինչ ուզում եք անել, հա, դա ձեզ համար ճիշտ ուղի է, այնպես որ գնացեք դեպի այդ ուղին, ճիշտ է դա։ Եվ հանդիպում շփում վարույցի աղջիկա հետ, տեսնենք ով է։ Միգուցե ուսման հետ է կապված, իրար հետ եք սովորել, միգուցե այս աղջիկան վերաբերյալ ոչ գաղտնիք է բացահայտվում կամ ինքն է ոչ մեկի հետ կապված գաղտնիք ձեզ բացահայտում, կամ ձեր աղջիկն է փոխում է իր կյանքը, փոխում է իր կյանքի էտապը, ինչ որ բան է փոխվում կամ որոշում է գնալ սովորել օրինակ։ Կամ ձեր քույրն է, ձեր կինն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին դեկտեմբերի 27-ին։ Հաջողություն է սա, դռներ են բացվում ձեր առջև, հաջողությամբ նաև եթե առիթ եք անցկացնեք այդ առիթը, հաջողություն է նաև ձեր հասարակական գործունեությունում կախված է թե ինչ եք անում, դե նոր դռներ են բացվում, ինչ որ բաներ, հնարավորություններ են, որոնցից պետք է օգտվել։ Այդ օրը ոմանք կարող են գնալ ոչ մանկական սրահ, ինչ որ առիթի, ծնունդ, հարսանիք եւ այլն, բացի դա էլ դա կարող է լինել այնպիսի տեղ, որտեղ շատ մարդիկ կան, նա կարող է մանկական միջոցառում եք, գնում եք այգի, գնում եք հյուսիսային պողոտաչի, այնտեղ էլ միշտ լիքն են։ Եվ ոչ աղջիկա հետ կարող եք հանդիպել այդ օրը կամ կնոջ կամ խոսեք, տեսնենք ով է։ Հեռու է ապրում ինքը, միգուցե իմանում եք, որ գալիս է, միգուցե նա ձեր ցանկություններն է իրականացնում, նաև նրա կարող է կանչում է ձեզ իր մոտ կամ դուք եք գնում, հայ, իր մոտ, որպեսզի այնտեղ նշեք ամեն օրը։ Ձեր աղջիկն է միգուցե, ձեր քույրն է, ձեր կինն է, ոնց որ աստղի նման կարող է նաև փայլել։ Միգուցե նաև դուք եք, եթե այստեղ կին է նայում։ Ամեն ինչ նայում է, կախված է ձեր գործունեությունից։ Կարող այդ օրը ելույթ եք ունենում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերի։ Ինչ է սպասվում օձերին դեկտեմբերի 27-ին։ Ժամադրություն ոմանց համար, լավ պահեր, անակնկալներ, նվերներ, նոր հնարավորություններ, ժամադրություն, խոսքով բարձր տրամադրություն կունենանք։ Եվ այստեղ կարող եք ընտրության առջև կանգնել այդ օրը, ոմանք ինչ-որ թեթև հարցեր են, ոմանք նաև ավելի գլոբալ, մեծ այդպես հարցեր են։ Եվ այդ օրը շատ շփում կունենաք, միգուցե դա եք քննարկում ինչ-որ մեկի հետ, նաև սա բամբասանք է, նաև ի վերջո լեզվակռիվ է դրա համար, շատ մի այդտեղ կարող է որ ընտրության առջև եք դուք եւս, նաև սա նշանակում է ամեն մեկը գնալ իր ճանապարհով, դրա համար պետք չի այստեղ լեզվակռիվ տալ, այստեղ էլ ունեք սիրային պահեր, միգուցե գնում եք առիթի, ծնունդ է եւ այնտեղ իմանում եք, որ ինչ-որ մեկը գնում է օտար երկիր եւ ոնց որ ձեր ճանապարհները այդպես գնում են ամեն մեկը մի կողմ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին դեկտեմբերի 27-ին։ Կպնում եմ թարթիշներից, հետո կպնում եմ այստեղ, անմիջապես սևանում եմ։ Մանրուքներին այդ օր ուշադրություն կդարձնեք, եթե ինչ-որ բաներ պետք է ստորագրեք, ինչ-որ բաներ պետք է անեք, եւս մանրուքներին լավ ուսումնասիրեք։ Այդ օր նաև շատ շփում կունենաք, խոսակցություն ինչ-որ մարդկանց հետ, նաև սա լեզվակռիվ է, բամբասանք է, եւ այստեղ ճանապարհ կգնաք, կամ ճանապարհներին, այստեղից այնտեղ, միգուցե խանութից առևտուր եք անում, հետո գնում եք մյուս խանութ, հետո սա, նաև դա երկար ճանապարհ է, հա, կարող գնում եք մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, օրինակ, եթե ուրիշ տեղ եք ապրում, այդպես երկար կարող է գնաք։ Նաև դա ինչ-որ շարժական գույք եք գնում եւ ձեր գործերը կարող եք առաջ մղել այդ օրը, գործերը, որոնք մնացել են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, նաև ոչխար է նշանակում տարվա ծնվածներով։ Ինչ է սպասվում այծերին դեկտեմբերի 27-ին։ Փոքր այստեղ լաբիրինթ է, խոչընդոտ։ Տեսնենք այսինչ լաբիրինթ է, կկարողանաք արդյոք դուրս գալ։ Դժվար։ Այստեղ խնդիրները կարող են ձեզ բերել նրան, որ սկսեք վիճել դիմացինի հետ։ Այդ խնդիրը խնդիր ստեղծեք։ Դրա համար ավելի հանգիստ պետք է վերաբերվեք, եթե ինչ-որ մի խնդիր է առաջանում այդ օրը ձեզ մոտ, որովհետև այդ խնդիրը կարող է վերածեք վեճի եւ հետո ավելի բարդ լինի։ Այդ հետո հետևում եւս խոչընդոտներ կան, տեսնենք խոչընդոտները ինչ են ասում։ Խոչընդոտները կարող են լինել ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ լինելով, որ ուզում եք գրել չեն պատասխանում, փաստաթղթերի հետ կապված հարցերը, որ շատ կարևոր է, որ օրինակ մեկ կնիք էր պետք, տառը սխալ է եւ այդ օրը շաբաթ է, չեք կարողանում ոչինչ անել։ Միգուցե նաեւ պետք է քսերոքս անեք, տանում եք այստեղ այնտեղ, այստեղ փակ է, այնտեղ չեն անում, այնտեղ սա է։ Ինչ որ բահեր են այստեղ։ Ինչ որ կարող փաստաթուղթ է պետք այդ օրը ինչ-որ մի բան անելու համար եւ այդ պահին չկա։ Եթե մեքենա եք վարում, անպայման վարորդական, եթե ինչ-որ բաների հետ է դրված, միգուցե մոռանում եք տանը, միգուցե եւ այլն, դա պետք է ուշադիր լինել։ Եվ այդ օրը ոմանք կգտնվեն հասարակության մեջ, հասարակական կյանքն է սա նաեւ ձեր, ինչ-որ բաներ կարող եք զբաղվել, միգուցե սոցհարթակում շատ լինեք, նաեւ դա առիթ է, որտեղ կարող եք գնալ եւ ծնունդ, հարսանիք, նաև դա սա երեխաների հետ կարող է կապված լինել, գնաք այս օրերին ընդհանրապես միշտ շատ է լինում, երեխաների հետ կապված միջոցառումներ, կարող գնում եք այնտեղ, կինո, թատրոն նաև, ինչու՞ չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին դեկտեմբերի 27-ին։ Ձուկ գումար կամ կստանաք կամ նաև գումար կծախսեք այդ օրը, նաև որից մի բան է կայունանում ձեզ մոտ, որից ոլորտ է կայունանում ձեզ մոտ, ինչ-որ մի բան ամրապնդվում է, միգուցե ընտանեկան հարաբերություններն է ամրապնդվում, միգուցե տուն եք գնում եւ այդ տունը ի վերջո ձերն է լինում, նաև ոմանք այստեղ կարող առիթ ունեն կամ ինչ-որ բան է տեղի ունենում, որ նշում եք, նաև հյուրեր են, դուք կգնաք հյուր, տանը ինչ-որ գործողություններ կանեք, կամ մաքրություն է, կամ միգուցե նաև արարողությանն եք պատրաստվում, հա, այդ ամանորին եք պատրաստվում։ Տեղափոխություն սա կարող է նաև լինել։ Այսքանը, միգուցե եթե վիճված եք, ապա սա նաև հաշտություն է նշանակում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին դեկտեմբերի 27-ին։ Անցյալի մեջ կարող եք մխրճվել, հիշել անցյալը,
ինչ-որ պատմություններ հիշել, նաև անցյալից ոչ է մի բան կարող եք բերել այս կյանք, որոշել սկսել, ուղղություն եք ընտրում, կարող եք մտածում եք այն անցյալում ինչ այլ եք հիմա էլ կանեք, և կարող եք փորփրել դուք և ձեր ամուսինը կամ կինը կամ երեխաներին պատմեք ձեր անցյալի մասին, ինչ-որ բաներ են, որ այստեղ կարող է հիշեք, խոսեք, ուղղությունը, որ ընտրել եք, դա ձեզ համար ճիշտ ուղի է, կարող եք գնալ ինչ-որ մի բան, բայց կարող եք բաց թողնել այդ ինչ-որ մի բան հիմքից կարող եք փոխել, այդ ուղին գնալով, ուղին ընտրելով, այստեղ ընտրության առջև եք լինելու նաև այդ ուղին ընտրել եք, բայց եւս ընտրության առջև եք։ Ոմանք այստեղ կարող է ուղղակի հագուստի ընտրություն եք, կարող է նաև սա, որ ուղին ընտրել եք, բայց էլի տատանումում եք։ Ես ձեզ ասում եմ ճիշտ է այդ ուղին կարող եք գնալ, բայց պետք է հիմքից ինչ-որ մի բան փոխեք այդ ուղիևի, դուք էլ եք այդպես մտածում, դրա համար էլ այստեղ սկսում եք տատանվել, ծանրու թեթև անել, ինչ արժե թե չարժե։ Այստեղ նաև ովքեր որ ընտանիք են, պետք է շատ ուշադիր լինեն, որովհետև անցյալը փորփրելով կարող են նաև ամեն մեկը գնալ իր ճանապարհով։ Ոչ թե ընտանիք, այլ հարաբերությունները։ Ընդհանրապես սովորություն է, չէ՞, միայն մեր հայ տղամարդիկ են անցյալը փորփրում, ոնց որ իրանք անցյալ չեն ունեցել։ Մի տեսակ այնքան տհաճ է, շատ տհաճ է եւ դա աղջկա կյանքի վրա է ազդում։ Որտեւ իր նման մի տղա էլ կարող է խափած լինել այդ աղջկան, օրինակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 27-ին։ Ժամանակն է կամ ժամանակ հատկացրեք ձեզ, ժամանակ հատկացրեք ինչ-որ մի բանին, ինչ-որ մի բան անտեսել եք։ Ժամանակն է անելու, ժամանակն է միգուցե սովորելու, միգուցե ինչ-որ մի բաներ ձեռք բերելու, ձեզ համար կարող է ժամանակ հատկացրեք նաև այդ օրը գիրք կարդալուն։ Մի խոսքով ժամանակն է կամ ժամանակի մեջ պետք է տեղավորվեք ինչ-որ մի բան անելու համար։ Ոնց որ ունեք 2 ժամ եւ այդ 2 ժամվա ընթացքում պետք է օրինակ պատվերը տաք, պետք է ինչ-որ բան անեք, այդպես ժամանակի մեջ պետք է տեղավորվեք։ Կամ ինչ-որ ժամ եք պայմանավորվում, ինչ-որ մեկի հետ կարող աշխատանքային ժամերն եք փոխում օրինակ։ Այդ օրը գումար կստանաք, նաեւ գումար կծախսեք, գումարի մասին կխոսեք։ Եվ այստեղ աշխատանքն է, եթե աշխատանքային ժամերն եք փոխում, կարող խոսում եք, որ ամանորից հետո մեկ այլ ժամերի գնաք աշխատանքի։ Նաև դա ժամ է պայմանավորվում մարդը, օրինակ հիվանդանոցի հետ, պետական հիմնարկության հետ, դա նաև բարձրունք է եւ կարող է ավելի շատ պետք է աշխատեք։ Կարող է ձեզ ինչ-որ առաջարկ են անում, առաջ խաղացում ունեք եւ ստիպված եք լինելու ոնց որ ավելի շատ աշխատել, քան աշխատում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, նաև խոզեր է նշանում։ Ինչ է սպասվում վարազներին դեկտեմբերի 27-ին։ Կայունություն է սա, ինչ-որ ոլորտի կայունություն է։ Յուրաքանչյուր ոլորտ, որ ոլորտը, որ անհանգստություն է ձեզ պատճառում, միգուցե այդ ոլորտում է կայունությունը։ Նաև ոմանք այդ օրը ուսմամբ կզբաղվեն, գիրք կկարդան, գուցե ինչ-որ ինտերնետից եք ինչ-որ բաներ վերցնում, դա եք անում։ Եվ գաղտնիք է, որը կբացահայտվի այդ օրը։ Եվ լաբիրինթը դա խնդիրներ են, որոնք որ մարդը չի կարողանում լուծի, տեսնենք կկարողանաք դուրս գաք։ Աշխատանքի հետ է կապված սա։ Միգուցե աշխատանքում ինչ-որ մի բան այնպես չէ, ինչ-որ խնդիրներ կան աշխատանքի վայրում կամ աշխատանքի հետ կապված, միգուցե խճճվել եք, միգուցե շատ եք պատվերներ վերցրել եւ խճճվել եք այդ պատվերների հետ, ոնց որ չեք կարողանում ճիշտ ժամանակին հասցնեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։